Բան չի չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Մետրոյում վարչապետի կշտամբանքների տարափին արժանացած արցախցի կինը դեռ հրապարակավ չի արձագանքել Փաշինյանի հրավերին։ Մտերիմների փոխանցմամբ նա չի ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Երեկվա կոշտ զրույցից ու սուր քննադատության արժանանալուց հետո վարչապետը ներողություն խնդրեց Արմինե Մոսիյանից ու նրան հրավիրեց կառավարություն անձամբ ներողությունը փոխանցելու։ Տեղահանված երիտասարդ կնոջ հետ մեզ զրուցել չհաջողվեց։ Երեկվա տհաճ պատմությունից հետո նա չի ուզում շփվել նաև լրագրողների հետ։ Ուղղակի ներկայացրել է իր իրավունքներն ու իր հույզերը եւ երկրի ղեկավարը իրավունք չունի որևէ կերպ ասելու, որ դուք դա պետք է մոռանաք, վերադարձը մոռանաք եւ այլն եւ այլն։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար եւ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի գնահատմամբ Փաշինյանի գործողությունները հավաքական թիրախավորում են արցախցիների նկատմամբ։ Առավել եւս, որ լայն առումով պիտակավորումները, փախածներ եւ այլն Արցախի արժեքի նվազեցում, մեր վերադարձի իրավունքի ոչնչացում եւ այլն արհամարում, սրանք բոլորը հավաքական առումով վերաբերում են բոլոր արցախցիներին։ Ամեն ինչ սկսվեց, երբ մայրաքաղաքում քարոզարշավ անցկացնող Փաշինյանը ցանկություն հայտնեց տեղահանված Արմինե Մոսյանի որդուն Հայաստանի քարտեզը նվիրել։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհված մայոր Մերուժան Մոսյանի դուստրը մերժեց ընդունել քարտեզը, բայց Փաշինյանը երկխոսությունն ավարտված չհամարեց։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բան չի չեք մնա։ Որևէ մեկը կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Բեգլարյանը զարմացած չէ։ Փաշինյանը շարունակում է 2022 թվականի Պրահյան գիծը, որով Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեց։ Իհարկե Ալիևի նարատիվներն են խոշոր առումով կամ լրացնում են Ալիևի նարատիվներին, ուղղակի Հայաստանի իշխանությունների տեսանկյունից։ Փաշինյանը հակաարցախյան քաղաքականություն օգտագործում է իր իշխանությունը պահելու համար, պնդում է նախկին պաշտոնյան։ Եվ իր մեղքերը, սխալները, ձախողումները ճակերտավոր արդարացնելու համար։ Սա է մեզ համար ցավալի։ Հայաստանում Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Բեգլարյանն Արմինեի պահվածքը որակում է ողջամիտ, իսկ Փաշինյանի ներողությունը նախընտրական քարոզչություն։ Եվ մենք Արցախ վերադառնալու մեր իրավունքը ունենք ու Հայաստանի Հանրապետությունն էլ որպես պետություն ունի ստանձնած պատասխանատվություն մեր իրավունքների պաշտպանության հարցում մեզ աջակցելու, որքան էլ գործող իշխանությունները չեն ուզում այդ պատասխանատվությունը վերցնել, հակառակը աջակցում են Ալիևյան քաղաքականությանը։ Փաշինյանի ներողությունից հետո էլ ԿՊԱ-ական մամուլը Սիվիկը շարունակում էր թիրախավորել արցախցի կնոջը։ Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը սակայն հերքում էր, թե իշխանությունն է արցախցիների նկատմամբ ատելության խոսքը հրահրողը։ Արցախալության նկատմամբ պետական ատելություն ասեցիք, պետական մակարդակով ատելություն։ Դե ներողություն, սա ուղղակի այսպիսի բան պնդելը անպատկառություն է։ Մետրոյի միջադեպից հետո մարդու իրավունքների պաշտպանը երեք ուղիղ չդատապարտեց վարչապետի պահվածքը։ Փոխարենն Անահիտ Մանասյանը պաշտոնյաներին կոչ արեց իրենց խոսքում ցուցաբերել զգայունություն։ Մանասյանը հորդորեց ապահովել այնպիսի միջավայր, որը չի խորացնի նրանց խոցելիությունը։ Բեգլարյանն իշխանության աջակիցների ատելության խոսքի բազմաթիվ օրինակներ ունի։ Ատելության քարոզը բոլոր իրավապահ մարմինները պարտավոր են հետաքննել, թեև իրենց նախաձեռնությամբ էլ կարող են անել, բայց չեն անում։ Հայաստանը մեզ համար, ինչպես եւ մյուս քաղաքացիների, արժեք է, բայց մենք ասում ենք, որ չպետք է մոռանանք, որ ունենք հայրենիք, որից բռնի տեղահանվել ենք, ընդգծում է Արցախցի նախկին պաշտոնյան։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հաստատել, Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տեղահանված արցախցիների վերադարձի հարցը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում չընդգրկվեց։ Իշխանությունը այդ հարցը չի էլ քննարկում, դա անհնար համարելով։ Փաշինյանը տեղահանված մոտ 100,000 արցախցիներին հորդորում է տնավորվել Հայաստանում։